Հարգելիներս կողջունեմ ձեզի, ինչպես որ մեկ վարգան ստուգեմ, եթե ամեն ինչ ուժի մեջն է, ինչպես որ գիտեք եւ ինչպես որ պայմանավորվեցինք մեկ վարգան, ինչպես որ գիտեք եւ ինչպես որ պայմանավորվեցինք չեմ ասեր ուշ ունիմ որ լավ եք, որովհետև իրականության ուշ բարը չեմ օգտագործում, ավելի շատ կմտածեմ այս նախագահն ինչ հրավ իրեն ազգի համար, որպեսզի ազգը ուժեղ զգա, լավ զգա, առողջ զգա, պատրաստ լա ամեն ինչ դիմադրելու, որովհետև ինչպես որ կտեսնանք եւ ինչպես որ արդեն աշխարհը ցույց կտա, շատ մարտահրավերները կսպասեն մեզի եւ մենք բոլորս պետք է միացված լինենք, որպեսզի կարողանանք դիմանալ եւ անշուշտ ուժեղ ցևով պատասխանները ներկայացնենք։ Այսօր մեր հաղորդաշարը դակրկիր եւ կարեւոր է, որովհետեւ ուղղված է հայկական բանակի հոգին։ Երբ կխոսենք հայկական բանակի հոգին, իրականության մենք ինչի մասին կխոսենք։ Մենք հայկական բանակը ուր կսկսի, ուր կվերջանա եւ հայկական բանակի հոգին ինչ կներկայացներ եւ ինչ կներկայացնի այսօր։ Այսօր եւ այս շաբաթը մեզ համար կարևոր շաբաթն է, որովհետեւ այս շաբաթ ընդհանրապես ուղղված է հայկական զինված ուժերին հետ։ Ինչու համար։ Ոչ միակ այսօրվան ներկայացված Երևանյան Հայաստանի զինված ուժերու մասին, ես կխոսեմ այստեղ ընդհանուր հայկական եւ հայոց պետության, պետականության զինված ուժերու մասին, ներառյալ անշուշտ Արևմտյան Հայաստանը, բայց ոչ միակ Արևմտյան Հայաստանը, ներառյալ այդ բոլոր զինված ուժերը, որ ոտքի են մինչև այսօր մեր ազգը եւ մեր ազգի անդամները, մեր հայերը պաշտպանելու համար, որտեղ թողնլան։ Հիմա ինչու պիտի զատենք անմիջապես։ Երբ կխոսենք զինված ուժերու մասին, եւ մենք կխոսենք մեկ հատ պատմություն ունին մեր զինված ուժերը, այդպես չէ, որ մեր նոր արտնցանք եւ բանակ ստեղծեցինք եւ ունենք այսօր ոևէ չափով, ոևէ դեր, թող Երևանի հանրապետության մեջ լինի կամ ուրիշ զինված ուժերը, չէ, այդպես չէ։ Ամեն ինչ մեր մոտ կարգավորված էր եւ կազմակերպված էր, նույնիսկ մենք կրնանք ասել, որ նոյեմբերի 15-ից 1916-ից ի վեր մենք անմիջապես ստեղծեցինք մեկ հատ լեգիոն, որ գսենք այն ժամանակ անունը Արևելյան լեգիոնն էր։ Այս Արևելյան լեգիոնը ստեղծվեցավ Բողոս Նուբարի աշխատանքներու արդյունքով եւ անշուշտ պայմանավորվելով ամեն ինչը Ֆրանսիայի պետության հետ։ Բայց ինչ է կարևոր, ինչ կնշանակեր 1916-ը, որ մենք նավստավեցին, որ մենք ստեղծենք մեր Արևելյան լեգիոնը, ասենք թե մեր դարաշտները մինչև մեր հայկական ազգային բանակի գորիսը ստեղծվելու համար, կնշանակե, որ արդեն հայությունը ոևէ ցեվով նորեն ոտքի էր, որպեսի նույնիսկ ցեղասպանության ժամանակ ոտքի էր, որպեսի պաշտպանենք եւ ազատագրենք մեր հայրենիքը, այս երբ կխոսենք մեր հայրենիքի մասին, դուք ալ գիտեք, որ մեկ կողմեն Կիլիգիո մասին է խոսքը, մյուս կողմեն ընդհանուր Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը։ Այս հարցը մենակ սա չէ,
պետք է հասկանանք եւ սա կուզեմ որ դուք ճիշտ պատկերացնեք, որ մենք արևելյան լեգիոնը դարձավ եւ փոխվեց որպես երբ արդեն ազատագրեցին Կիլիկիա որպես հայկական լեգիոն փետրվար 1-ին 1919 մենք այս օրերը ասենք թե գիրագի մենք պիտի նշենք մեր հայկական լեգիոնի 107-րդ տարեդարձը շատ կարևոր է եթե կտեսնաք նույն շաբթվան մեջ մի քանի օրերը կան կապված մեր զինված ուժերուն հետ բայց ինչ է պատահել որ մենք ճանաչված պետություն ունեցանք դերություններու կողմեն եւ ինչպես որ անցյալ անգամ բացատրեցի սկսել են տարբեր ուժերը թուրքիո կողմեն ուժերը եւ բոլշևիկներու կողմեն ուժերը սկսել են մեր տարածքները բաժանել որովհետեւ մենք չունեցանք համապատասխան զինված ուժերը ամբողջ տարածքը պաշտպանելու համար ես ցեզի բացատրեցի որ մինչև Ռումինիան պատրաստ էր 20,000 զինվորներ խրգեր մեր տարածքի վրա մեզ հետ կապված որպեսզի պաշտպանենք մեր ընդհանուր պետականությունը ինչու համար չունեցանք ադանավությունները որովհետև եւ Անտրանիկի ուժերը եւ Բողոստուբար Փաշայի ուժերը եւ ասենք թե Երևանյան ուժերը համացանություն չի գար ընդհանուր Հայաստանը միացված Հայաստանը պաշտպանելու անշուշտ բամը չի փոխվելու իրավաբանական տեսանկյունեն այդ Հայաստանը միացյալ Հայաստանը ճանաչված է ասենք թե նույնիսկ եթե ճանաչված է չի նշանակի եւ այդպես պայմանավորված է Սևրի պայմանագրի մեջ եւ Լոզանի պայմանագրի մեջ որ անշուշտ որևէ ուրիշ զինված ուժերը իրավունք չունեին ասենք թե արձակվել մեր վրա բայց արձակվեցին մեր վրա եւ բաժանեցին մեր տարածքը բայց չի նշանակի եւ նորեն կկրկնեմ որ այս տարածքը ընդհանուր միացյալ Հայաստանի մասին է խոսքը մենք ընդունեցինք ապաշտպանումը մենք չի ընդունեցինք ասենք թե արևմտյան Հայաստանի հայության կողմեն մինչև այսօրս մենք չի ընդունեցինք ապաշտպանումը եւ չենք ընդունելու որովհետեւ մենք ունենք համապատասխան այսօր եւ ըրճագակիրները եւ ազգային սահմանադրությունը որ ըստակ նշված է Իշքան ասենք թե տարածք ունի մեր պետականություն եւ ինչ տարածքները կմտնեն մեր պետականության մեջ ներառյալ Արցախը բայց եթե կանդրադառնանք Արցախի հարցով շատ լուրջ խնդիր մնե որովհետեւ դուք դերյակ եք որ փետրվարի 27-ին մինչև 29-ը կատարվեցավ Սումգայիթի դեպքերը, Սումգայիթի անսակոզությունները, Սումգայիթի ջարդերը եւ ինչու բայց որովհետեւ Բաքվի մեջ քաղաքական ուժեր կային որ արդեն որոշեցին դեղահանել կամ ջարդել հայությունը որբեսի իբր թե ասենք թե իրենց անկախ պետությունը ստեղծեն եւ խանգարողները այստեղ ես չեմ գիտեր ինչպես բայց հայեր էին եւ հանեցին հայերը կամ ջարդեցին հայերը կխոսիմ այստեղ Սումգայիթի ջարդերը 1988-ին շատ կարեւոր է նշել ամեն քրոնոլոգիկ գեդերը որովհետեւ պետք է հասկանանք ինչ պատահեցավ մյուս կողմեն դուք գիտեք որ դեկտեմբերի 1-ին 1989 Արցախի հայերը Արցախի հայությունը որոշեց միանալ Սովետ Հայաստանի հետ այստեղ եւ իրենց իրավունքներ են եւ միացել են եւ այդ միացումը աստատված է Հայաստանի անկախության հռչակագրի մեջ այսօր այս Հայաստանի անկախության հռչակագիր որ ուժի մեջն է այդ միացումը աստատված է ասենք թե 1989-ից ի վեր մինչև հռչակագիրը անկախության հռչակագիրը միացումը գոյություն ունեցավ բայց նույն ժամանակ ինչ պատահեցավ
13 մինչև 19 հունվարի 1990-ը Բաքվի ջարդերը սկսել են եւ շարունակեցին ջարդեր այդպես մեկ շաբթվան մեջ մեր ժողովուրդը այդ ջարդերը շարունակվեցին մինչև Գանժա եւ անշուշտ մեր հայությունը բավական վատ վիճակին մեջն էր դժվար վիճակին մեջն էինք ամենտեղ մենք հերոստատեսությունների մեջ միջոցով մենք կտեսնայինք ինչ կկատարվեր Բաքվի մեջ, Գանժայի մեջ եւ այլն եւ մեր սիրտը կպայթեր երիտասարդ էինք եւ մեր վրա անցավ այդ ամեն ինչը հաշվի առներով որտեղ դեպերի 7-ին 1988-ը ունեցանք նույն պատերազմի ժամանակ ասենք թե դեղահանության ժամանակ կամ անցակողություններու ժամանակ կամ ջարդերու ժամանակ մենք ունեցանք երկրաշարժը Սումգայիթի կներեք սպիտակի ադոր համար կասկնակ այն ժամանակ մենք ինչ վիճակի մեջ էինք մեր սիրտը կպայթեր մենք ինչ պետք է անենք մեկ կողմեն երկրաշարժը մյուս կողմեն ջարդերը եւ այդ ամեն ինչ այդ բոլոր անցակողությունները անօրինական ասենք թե ոչ մի բաժար չկա օրինակ չես գնար օրինականացնել ինչ կատարվեցավ մեր հայրենագիստներուն անտեպ ասենք թե ուղղակի մեզի համար ցեղասպանության շարունակությունն էր մանավանդ արևմտյան Հայաստանի հայության համար այդ իմաստով ինչ հրինք այն ժամանակ նույնիսկ մենք իսկապես իսկական բանակն ալ չունեինք բաժանեցին սովետի ժամանակեն տարբեր զենքի հնարավորությունները մենք գիտենք ինչքան զենքերը ստացավ Ադրբեջանը մենք գիտենք ինչքան զենքերը ստացան Հայաստանը ասենք թե Երևանյան հանրապետությունը եւ այդ ցևով մենք հասկացանք որ շատ քիչ հնարավորություններ ունեինք ինչ պետք է դենք պետք է անժամանակ բանակը ստեղծեինք մեր նպատակը ուրիշ բան չէր եւ պետք է պաշտպանեինք Արցախը եւ պետք է պաշտպանեինք այդ Հայաստանը որ դարձավ Երևանյան Հայաստանը ասենք թե այդպես անունը վերցեցին մեր անունը վերցեցին Հայաստանի Հանրապետություն բայց լավ այստեղ հարցեր կան եւ խնդիրներ կան որովհետեւ ինչպես որ կտեսնակ Հայաստանի Հանրապետություն այդ Հայաստանը որ 1920-ը Միացյալ Հայաստանի անունն է բայց որոշեցին մեր հանունը վերցնեն հիմա ինչի համար այդպես որոշեցին օրը պետք է գխոսենք այդ մասին եւ կբացատրենք ինչ մտայեցավ բայց փոխարինող 1920-ի իսկական Հայաստանի Հանրապետությունը ստեղծեցին այդ Հայաստանի Հանրապետություն որ հիմա կտեսնենք ինչ կկատարվի բայց հարցը սա չէ հարցը է որ մենք ինչ ունենք եւ դեսնելով մեր երեխեքները ինչպես կդուժվեն մեր ընտանիքները ինչպես կդուժվեն մենք ինչ պետք է անենք մենք պետք է ուրիշ ջարդար չունենք բանակ ստեղծենք բայց ինչ տեսակ բանակ պետք է ստեղծենք որովհետեւ մենք կորզիկն չունենք ռասաներ ունենք բայց ուրիշ բան չունենք ինչ տեսակ բանակ պիտի ստեղծենք հիմա այստեղ է կարևոր կետը ինչ մենք գրնանք բերենք ասենք թե արևմտյան Հայաստանի զավակները որ նույնիսկ եւ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանից դուրս գավրին ինչ գրնան բերեն ազգային բանակը ոտքի տնելու մենք բերենք դաստիարակություն պատրաստություն ասենք թե մենք ստեղծեցինք գորիզմը եւ այդ գորիզը շատ հետաքրքիր է որովհետեւ երբ հանդիպել եմ Լեոնիդ Ասկալյանի պայմանավորվեցինք որ մենք միանանք արդեն շատ ուժեղ սելեկցիա ունենք եւ միանանք ստեղծենք մեկ հատ գորիզմը
ռահանգներու գորիզմը, ասենք անոնք, որ միշներուն կրնան տաստիրագել մեր ազգային փանագը ոտքի տնելու, բայց մեր ազգային փանագը մինակ մեր նպատակը մինակ ազգային փանագը չէր, մեր նպատակը ազգային փանագի մեջ հատուկ ուժերը ոտքի տնելու, հատ ուժերը, որ պատրաստ են բոլոր գործողությունները կատարեն, տարբեր տեսակ գործողությունները կատարեն, կազմակերպված ձևով, պատրաստ լալով, ֆիզիկական պատրաստ լալով, տեխնիկական պատրաստ լալով, մինչև ասենք թե գործողությունները կազմակերպելով պատրաստ լալով։ Եվ այդ ձևով սկսել ենք աշխատել։ Ես առանձին վերակացի Արցախ, երբ արդեն Խոջարուն ազատագրվեցավ եւ ամիջապես միացել եմ Արկադի Տեր-Տատևոսյանին հետ, որպեսզի կարողանամ մի քանի դասնյակ օգի պատրաստեմ Շուշի գործողության համար։ Այս Շուշի գործողության համար ինչ կրնայի բերեմ ես։ Անշուշտ կրնայի բերեմ այդ որևէ չափով այդ հոգին, որ մեջս կար, կրնայի բաժնվեմ այդ ուժը, ինչ է հոգին։ Երբ խոսենք հոգի մասին, կան որ գսեն հոգի այդպես բան չի կա։ Այո, ճիշտ է, նյութական չէ հոգին։ Հոգին հոգևոր մնե, հոգեբանական մնե։ Այդ հոգին ուժ մնե։ Ուժը չես տեսնելու, բայց ուժն է, որ կստեղծե նյութականը։ Առանց ուժը չի կա նյութական։ Առանց առողջությունը չես գնալ տար աշխատելու։ Ասենք թե անոնք, որ չեն զգալ, որ կյանք ունին իրենց մեջ, գսեն, բա ինչ է կյանքը, կյանք չի կա։ Ասենք թե մեռած մարդ ես, բայց իմ դիմացս ես եւ դու գսես կյանքը չեմ տեսնալ, կյանքը չեմ զգալ, կյանքը չի, բայց կյանքը դու կյանքով ես ապրում, չէ՞։ Հիմա այդ կյանքը ուժ չէ, այդ կյանքը ուժ է, այդ հոգին գոյություն ունի կամ գոյություն չունի, գոյություն ունի։ Ադորաբար կրնանք հասկանալ, որ մարդիկներ կան, որ չեն գիտակցել այդպես նրբությունները, բայց կներեք իրականություն մը գա, մինակ աշխարհը նյութական չէ, աշխարհը ունի ուժ, աշխարհը ունի օքին, եւ այդ մեր փանագի օքին փոխանցել ենք մեր փանագին այդ հոգին, որովհետեւ ինքը ոտքի կայնե եւ ինքը արդեն պաշտպանե մեր հայրենիքը, մեր պետականությունը եւ մեր ազգը։ Այդ ձևով պատրաստեցինք դրախաները եւ նորեն հնարավորություն ունեցա տեսնելու Ստեփանագերտում բարոն Լեոնիդ Ասկալյանը, որովհետեւ արդեն դեղափոխեմ ես Մարտակերտ։ Չեմ ուզել միշտ նույն մանրամասներուն մեջ լալ, բայց ներկայացնել ինձի, բայց ուզում եմ, որ ինչ է կատարվել, ինչպես եղավ, որ մենք փանագը ստեղծեցինք, փանագը ոտքի դրինք, մենք խոսենք այստեղ, ոչ մինակ Արցախի փանագի մասին, մենք խոսենք ընդհանուր ազգային փանագի մասին, որովհետև մեր աշխատանքը, մեր գարիվները, մեր գործողությունները եւ մեր պատրաստությունները կհազդել ամբողջ ազգի վրա, ուզած չուզած։ Հիմա շարունակենք։ Մենք ինչ érինք, մենք ինչպես մտածեցինք մեր ռազմավարությունը այն ժամանակ, որպեսզի կարողանանք այդ շղթան կազմակերպել եւ այդ շղթան կազմակերպելով պաշտպանել ընդհանուր մեր ուսուցային Արցախի մասերը։ Աշխատեցանք, բայց ինչ է պատահել։ Ապրիլի 10-ը 1992 նորեն այդ անցակոզները մտան Մարաղա եւ մեր ինչ ասեմ, մեր ծնողները ջարդեցին Մարաղայի մեջ։ Ասենք թե երբ մենք գբրնեինք կամ այդպես գանտիբեինք եւ գբրնեինք նույնիսկ հազերի դիգիները, մայրիկները, հայրիկները, մենք այդպես միտքը չունենք իրենց վնաս
դալու։ Բայց մյուսները, անցակործները անմիջապես կջարդեին մեր ծնողները, կպատկերացնեք։ Անմիջապես, ուրիշ բան չի գար անելու։ Դա ադալանցավ եւ սկսել ենք Շուշվա գործողություն։ Բայց Շուշվի գործողությունից հետո ինչ է բադայել նորեն։ Շահումյանի մեր հայրենակիցները դեղահանեցին եւ այն ժամանակն էլ Ադրբեջանի զինված ուժերը մենակ չէին, ուրիշ պետությունի զինված ուժերը կային իրենց մոտ եւ դեղահանեցին մեր Շահումյանի ընտանիքները ամբողջ Արցախը խառնված էր։ Մեր բոլոր ընտանիքները դուրս կմնային երեխեքներով ամեն ինչով եւ ամեն ինչ տեսնելով մենք ինչ ունենք մտածելու ավելի հզոր պատրաստենք մեզի ավելի հզոր գազམ་ակերպենք մեզի ավելի հզոր դիմադրություն ներկայացնենք որովհետեւ այդպես բան նորեն եւ նորեն չի կատարվի որովհետեւ ցեղասպանությունը չի շարունակվի մենք ինչպես ինչ հոգիով ինչ շունչով կացինք Արցախը անսնիկ սասուն մտնեք վանով Արևմտյան Հայաստանի հոգիով մենք կացինք Արցախը այո ուզած չուզած Արևմտյան Հայաստանի հոգին ամեն տեղ է եւ մասնավորապես մեր բանակին մեջ եւ մենք այդպես շարունակելով մասով դուժվելով կհիշեմ հիմա մեկ հատ հետաքրքիր գործողություն Ումուդլուի հետ կապված Ումուդլուն մեկ հատ քյուրմն է որ գտնվեր ասենք թե Սարսանկիլի ջիմ լիջից դիմաց Շահումյանի կողմեն եւ ինչ մեր դրակները հավաքեցինք Հումուդլուից եւ Հումուդլուից ինչ ըրինք մինչեւ Պլատինան դեղափոխենք եւ Պլատինան ազատագրենք ես կրնամ ամեն ինչ ցեզի ներկայացնեմ կապացադրեմ բայց կապ չունի ամենեն կարևորը որն է այստեղ այդ հոգին որ մեզի կտաներ այդ հոգին որ մեզի դիմադրություն կստեղծեր մեր մեջ կապ չուներ այստեղ անձրև կա ձույնը կա ինչ մեր պայմանները կապ չունին մենք ոչ լոժիստիկ ունեինք ոչ մի բան ասենք թե մեր հետևը մարդ չի գար որ մեզի կբերեր սնունդը կամ ուրիշ բաներ մենք այդպես ուժեղացանք մենք եւ երբ կխոսենք փնիկության մասին հարգելիներս մենք անձամբ որպես զինվորականներ մենք շատ լավ գիտենք ինչ կնշանակի փնիկություն մեր սարերում որովհետեւ մենք ապրեցինք մեր սարերուն հետ եւ մեր սարերն են որ եւ մեր անդառներն են որ մեզի թիկուն կբայեին եւ կխոսենք հայկական բանակի հոգի մասին կխոսենք այդ հնգերության մասին այդ ընկերությունը այդ զինված ընկերությունը մեկը մյուսից թիկուն գայնելով մեկը մյուսից սիրելով հարգելով մենք ուրիշ նպատակ չունեինք մեկը գցելը մեկ ուրիշի աթորը վերցնելը չգիտեմ ինչ վնասելը այդպես բան չի գար հայկական բանակի հոգի մեջ մենք միասին էինք մենք բրուսկով հարգելով սիրելով մեկը այստեղ էր մյուսին կյանքը փրկելու համար մյուսը այստեղ էր իրեն ընկերի կյանքը փրկելու համար եւ մենք միասին առանձին ծավալ կրնայինք մեր կյանքը փրկել բայց մենք մեր ուժերը կտայինք ուրիշին եւ այդպես կացինք եւ այդպես ստեղծեցինք մեր բանակը եւ այդպես կացինք պաշտպանելու մեր հայրենիքը որովհետեւ այդ անցակորձ բարբարոս խումբերը գուկային մեզի մեր քաղաքացի ժողովուրդը գոդորելու համար եւ այդպես շարունակվեցավ
մինչև 94-ը մենք ստեղծեցինք ազգային բանակ, այս բանակը մեր ցերկով ստեղծեցինք, մեր փորձերով, մեր ջանքերով, մեր հայրունով, մեր զոհերով մենք ստեղծեցինք ազգային բանակ, մինչև 94-ը արդեն հստակ էր բոլորին համար, եւ մենք մեր փորձերով, ասենք թե մենք արդեն 4 տարվա սարերում, անդարներում գրվելով մենք ունեցանք մեր գիտելիքները, մենք ունեցանք մեր մասնագիտությունները, մենք ունեցանք ամեն ինչ, որպեսզի խոր հիմքեր ունենա մեր ազգային բանակը խոր հիմքերը մեր ազգային բանակի հոգինն էր։ Եվ այդ ցևով շարունակեցինք վստահ լալով, մենք արդեն մեր ժամանակ եկավ, որ Շուշիում մենք ստեղծենք հատուկ խումբերը, կարմիր բերետները, որպեսզի այդ հոգին արդեն փոխանցվի երիտասարդության, որպեսզի երիտասարդությունը արդեն այդ կապիտալը, այդ փորձի, գիտելիքներու եւ ամեն ինչի կապիտալը փոխանցվի մեր երիտասարդության եւ ստեղծենք Շուշվա Փոլքում, Շուշվա գունդում հատուկ սպեցնազներ, որպեսզի կարողանան նորեն եւ նորեն անոնք շարունակել բոլոր դեսակոզողությունները, Ադիմաստով մենք շատ ուժեղ կզգայինք, շատ լավ կզգայինք, որովհետև այդ երիտասարդները մեզի կասկնային, այդ երիտասարդները որևէ ցևով կասկնային ինչ կսպասենք մենք իրենց կողմից։ Այդ երիտասարդները նույնիսկ եթե Շուշվա հատուկ ուժերում բաժնվեցին ամբողջ Արցախի գումարտակներուն մեջ, հետո այդ երիտասարդները շարունակեցին որևէ ժամանակ, բայց եկան մի ժամանակ, ուրիշ չեմ գիտեր որտեղ են, եկան իջան երկինքեն իջան Ռուսաստանի գեներալները մեզի դաստիարակելու համար, ասենք թե հայկական բանակի հոգին պետք է դաստիարակեր եւ մենք 4-5 տարի որ մենք գրվեինք սարերում եւ անդարներում, մենք դարձանք ասֆալտի զինվորներ, պիտի քալեինք, չէ, ասենք թե պետք է սովորցնեին մեզի ինչպես զինվորը պետք է քալել, կպատկերացնեք Իշքան կապիտալ ունենք, գիտելիքներ ունենք, մենք նույնիսկ ասեմ Երևանեն մեկ հատ քորզիկ չստացանք, ասենք թե մեր քորզիկները մենք գիտեինք որտեղ են վերցնենք, ինչպես վերցնենք, եկան մեզի սովորցնելու ինչպես պետք է քալենք, եւ ինչ տեսա որ արդեն մեր հատուկ ուժերը դասան ուրիշ բան, ասենք թե այստեղ է հարգելիներս, որ գոդրեցին, կամ փորձեցին գոդրել անցնիկ սասուն մտնետվանի հոգին, եւ բերին ուրիշ տեսակ դաստիարակությունը, որ ընդհանրապես այդ դաստիարակությունը գապ չուներ մեզ հետ, որովհետեւ ինչպես որ մենք գրվեինք 4-5 տարվա մեջ, մենք հատուկ հոգեբանությունով գրվեցինք, ադիմաստով ես պատրաստեցի մասնավոր զեկույցը ազատամարտիկների հոգեբանության հետ կապված, ինչ տեսակ հոգեբանություն ունեինք մենք, հիմա կասկնակ, ինչ ըրին, ամեն ինչ իրենց կողմեն մտածված էր, որպեսզի կայնեցնենք, որովհետև հայկական, իսկական հայկական զինված ուժերը չես կրնար կայնեցնել, եթե արդեն որոշումը գարնենք մենք մեր հայրենիքը ազատագրելու համար, եւ կապ չունի այստեղ, ինչ տեսակ անցակործները թող լինեն մեր դիմացը, որևէ, բոլոր տեսակ մերսեներները,
Ինչ գիտեք խրգեցին մեր դիմացը, բայց մենք դիմադրեցինք։ Եվ մենք չունեինք մեծ տեխնոլոգիա։ Մենք ունեինք մեր հնարավորությունները, մեր ամեստ ֆիզիկական հնարավորությունները ունեինք, բայց այդ ամեստ ֆիզիկական հնարավորությունները այդքան կորզրին ըրավ անժամանակ, որ չեք պատկերացնում այսօր երևա։ Այդ հայկական բանակի հոգին, այդ հոգին կապ չունի, կրնանք, ինչքան գուզեն կրնանք զայգները բերեն մեր դիմացը, ինչքան գուզեն կրնան երկել կամ չեմ գիտեր ինչ սարքել մեր դիմացը, անոնք չեն հասկնար այսօրվան քաղաքական համակարգը չի հասկնա եւ չի կրնա հասկանալ ինչ կնշանակի հայկական բանակի հոգին, որովհետեւ միլիոն կիլոմետրից հեռու են եւ չեն կրնա հասկանալ հայկական զինված ուժերու հնարավորությունները։ Եվ ես այստեղ եմ այսօր, որպես Արևմտյան Հայաստանի նախագահ, բացատրել, որ մենք կրնանք ամեն ինչ ընել, հարգելիներս, մենք եթե կորոշենք ճիշտ ձևով ամեն ինչ փոխել, մենք կրնանք ամեն ինչ իրականացնել մեր ուզածի պես, եւ կապ չունի այստեղ, ինչ տեսակ կորզիկները կրնան մեր դեմը բերեն կամ ներկայացնեն, կապ չունի, որովհետև մենք ունենք այդ գիտելիքները եւ նորեն ալգան եւ սա կսեմ մեր սերունդներուն համար, այսօրվան մեր նոր սերունդներու համար, անոնք որ այսօր նույնիսկ որ կգրվեն ջեզիրեում, որ այսօրվան աղջիկները որ զենքը կբռնեն եւ հայ աղջիկները որ զենքը կբռնեն իրենց ընտանիքները պաշտպանելու համար ջիհադիստներու դեմ, ես իրենց կսեմ, մենք կրնանք ամեն ինչ անել, մենք ովևէ մեկին չենք վնասել, մենք ովևէ մեկին չենք իրենց վրա չենք արձակվել, մենք անցակորձ ազգը չենք, մենք բարդությունով, բարի կամքով բոլորին պատրաստ ենք օգնելու, բայց անոնք որ կորոշեն մեզի գոդորելու կամ մեզի վնասելու պետք է եւ շատ բնական է եւ օրինական է պետք է պատասխանը ստանան, պատասխան ստանան, որովհետեւ հասկանան որ մեզի թալանելը, մեր հայրենիքը կողնալը, այդ ամեն ինչը չի պետք է գոյություն ունենա մեր անտեղ, մենք պատրաստ ենք ամեն ինչ բոլորին օգնելու, մենք այս տարածաշրջանեն ամենեն հին ազգ ենք, մենք բնիկ ենք, նույնիսկ եթե մենք չենք հասկանում այսօր մեր հնարավորությունները, ամիջապես որ կբարձրանանք մեր սարերում, ամեն ինչ հստակ է, արդեն մենք ալ ֆիզիկապես կփոխենք, մեր բջիջները ուրիշ ձևով կաշխատին, ուրիշ ձևով կշարժվեն, կհարմարվեն ամբողջ բնորանին հետ, այդպես է, կրնա պատահել որ դերեակ չեք, բայց իրականության այդպես է, Ադիմաստով պետք է մենք հստակ հասկանանք ինչ ունենք անելու, մեր զինված ուժերը մեկ հատ պարտականություն ունին, անոնք ենթակա են մեր զինված ուժերը, ենթակա են իրենց երդումին, մենք ես անում ենթակա եմ իմ երդումից կապված Արևմտյան Հայաստանին է, եւ որպես զինվորնալ ենթակա եմ իմ երդումից հայրենիք պաշտպան,
Բեդության պաշտպան, ազգի պաշտպան, ես ուրիշ ենթակա ուժ չի կարա լինի, հարգելիներս, որևէ մեկը, եթե հատուկ ուժերն եք, եթե հատուկ ուժերու զինվոր եք, մինակ եւ մինակ ենթայք ձեր երթումին, ուրիշ մը չի կրնար ձեզի ասել տուն պիտի երտաս անդեղ, պիտի գնաս անդեղ, պիտի ասես, պիտի ադբեց ընես կամ չի պիտի ընես ադբեց, ասկացակ, եթե ռամանը ստագ է, եթե արդեն վտանգը գա, եթե արդեն ատ վտանգը ատ մահը ձեր թիմած կգտնվի, դուք ատ մայի դեմ պետք է գրվեք, հարգելիներս, զինվորներս պետք է ատ մայի դեմ գրվեք, դուք չեք գրվելու թշնամի դեմ, կամ չեմ գիտեր հումի դեմ, դուք կգրվեք մահի դեմ, դուք կյանք եք, դուք կյանքը կներկայացնեք որպես հայ, որովհետև հայի նշանակությունը կնշանակե կյանք, դուք կյանք եք եւ այդ մահի դեմ պիտի գրվեք, որպեսզի կարողանաք ցույց տալ, որ լույսը կհաղթե։ Այստեղ է իրականության։ Եվ կապ չունի ինչ ինքնություն կա քու դիմացդ։ Ես որպես Արևմտյան Հայաստանի նախագահ ես կհարգեմ եւ կսիրեմ ամբողջ ազգս, ամբողջ Արևմտյան Հայաստանի քաղաքացիները, կապ չունին, կրնա պատահել, որ հարգելիներս, կրնա պատահել, որ իմ ազգիս մեջ մինակ հայերը չկան, որպես աշխարհիկ պետությունը, Արևմտյան Հայաստանը դիգում կգայնե իրենց ամբողջ հայրենակիցներուն, քաղաքացիներուն, այդպես է, բացատրելով, ներկայացնելով, այդպես է, եւ մեր բանակը, հայկական բանակի հոգին, աշխարհիկ հոգին է, աշխարհիկ է, մենք չենք մտածելու, անոնք գուզեն ինչ, գուզեն մեզի թաս դալ, գուզեն մեզի բացատրել, մենք բոյի ժամանակ մենք պիտի ջոգենք, չափենք, որ գուսակցություն ես, որ գուսակցություն չես, որ գրոն ես, որ գրոն չես, այդպես բան կա մեր մոտ։ Ասեն թե անոնք նոր ծնված չեմ գիտեր ինչ տեսակ մարդիկներն են, գուզեն մեզի թաստիրակել, մենք ինչպես պիտի մեր հայրենակիցներու դիմաց ինչ ունին կնելու եւ ինչպես ունին կնելու, այդպես բան չի կա։ Ադորամար գուզեմ ասեմ ձեզի։ Ինչ կատարվեցավ Արցախում 2020-ից, հասկանաք ինչպես եկավ այդ ամեն ինչը։ Ես բացատրեցի ձեզի։ Մեզ մեջ չկան, հարգելիներս, հատուկ զինված ուժերը չեն կրնար անոնք ուրիշ հոգեբանությունով պաշտպանեն իրենց ազգը։ Մեր հոգեբանությունը ըստակ է, եւ մեր հոգեբանությունը մինչեւ այսօրը նույնն է, չի փոխվելու։ Եվ մենք ենթակա չենք այդ անձերուն, որ անոնք նոր եկած մարդիկներ են եւ ընդհանուր վիճակը չեն հասկանում, չեն բռնում, չեն գնար հասկանալ, որտեղ են եկանք, ինչ անձեր ենք, ինչ դժվարությունները, ցեղասպանությունները, ջարդերը եւ անոնք ոչ մի բան չեն հասկանալ, որտեղ պիտի տանին մեզի, իրականության, որտեղ պիտի տանին մեզի, եթե բամը չեն հասկանալ, մինակ խոսելը, փողը, չգիտեմ ինչը, արևդուրը, ձախելը, անձնելը եւ այլն, այդպես չի, հազար հնարավորություններ ունենք մենք մեր ընդհանուր պետություն պաշտպանելու համար։ Ադորամար շատերու են եկանք, երվից եկանք, եւ մենք միասին երկար ճանապարհ ունենք դա երթալու, շատ
Բայց մենք պետք է մեզի ճանչնանք քիչմը։ Ասենք թե հայկական բանակը հոգին, մեր երիտասարդություն, մեր այսօրվան զորագոչիկները, մեր աղջիկները, որ զենքը կբռնեն իրենց ընտանիքները պաշտպանելու համար։ Այդ ամբողջ զինված ուժերը, որ մենակ կենտրոնացված չեն Երևանյան կամ չեն գիտեր որտեղ։ Այդ ամբողջ զինված ուժերը նույն հոգին են։ Մենք միացված ենք այդ հոգին հետ։ Հատուկ ուժերը միացված են, ազատամարտիկները միացված են։ Ես գոչ եմ անում իմ եղբայրներից, իմ զին եղբայրներից, որ ասկնակ, մենք չենք թողնելու, շատ կորուստ ունեցանք, շատ վնաս դվինք և պիտի տանք, շատ վնաս ունեցանք և պիտի նորեն ունենանք, բայց մենք չենք թողնելու, որովհետև այդ ամեն ինչ գաբրի մեր մեջ և մենք ինչու պիտի վատ զգանք մենք, վատ զգալու դեղ չունենք, մենք հպարտ ենք, մենք միշտ մեզի բայեցինք այդ հպարտության, մենք միշտ վեր բայեցինք մեզի, մենք միշտ այդպես որպես հայ մեզի բայեցինք, այդ բոլոր այդ ամբողջ տարիների վեր և մենք պիտի շարունակենք, Արևմտյան Հայաստանը այդպես պիտի շարունակվի, այն ժամանակ նույնիսկ իմ ընկերներս, Արցախի ընկերներս կսին, եթե դուք եկաք 50 հոգիով դուրսեն մեզի տիկունք մնալու, լալու, մենք հազարավոր կուքանք Արևմտյան Հայաստանի ազատագրելու համար, այո, եղբայրներ, ցանկություն կար, բայց պիտի շարունակենք այդ պայքարը, պիտի շարունակենք, ես պիտի շարունակեմ, ինչպես որ սկսել եմ 40-35 տարի առաջ, նույն ծևով, նույն հայկական բանակի հոգիով, նույն հատուկ զինված ուժերի հոգիով, նույն երդումով և նույն ուժերով պիտի շարունակեմ պաշտպանել մեր հայրենիքի և մեր ընդհանուր պետության իրավունքները աշխարհի դիմաց։ Մենք պիտի շարունակենք տարբեր դաշտերում, ներառյալ իրավարական դաշտը, ներառյալ քաղաքական դաշտը, ինչու այդպես կխոսեմ, անշուշտ պիտի ասեք ինձի Արմենակ, մենակ ուժն է իրավունքը, գուտա իրավունք, բայց այո, համը չունի մսելու, դուք ալ դերյակ եք, դուք ալ գիտեք, որ սկիզբեն ի վեր ներկա էի, ամեն ինչով, բայց մենք չենք խոսիլ մենակ այստեղ հատուկ զինված ուժերու մասին, հատուկ զինված ուժերը ունին իրենց առաքելությունը և նորեն գսեմ ենթակա են իրենց երդումի, բայց մենք պիտի խոսենք մեր ազգի մեր հայրենակիցներուն հետ, խոսելու ծև կա մեր հայրենակիցներուն հետ, և մենք պիտի խոսենք դիվանագիտական դաշտում, որպեսզի կարողանանք մենք այս աշխարհի այս ամանքի, միջազգային ամանքի մեր դեղը գտնենք, միասին ըլլանք, միասին ուժեղս գանք,
ինչ որ հիմա կկատարվի, երկար չի դեվելու, Ադամեն ինչ իրեն լզումը պիտի ստանա, այդ լուծումը մենք իրավունք չունենք սխալվելու նորեն, այդ լուծումի դիմաց, եթե հասկանաք սխալները սխալներով մեր ժողովրդի մասին է խոսքը, մեր այրենագիցներու մասին է խոսքը, այդ սխալներու դիմաց հարգելիներս մենք հայրունով կվճարենք ամեն ինչ, դուք դերյակ չեք, բայց մենք որպես մեր բանակի հիմնադիրները, որպես ազատամարտիկները, մենք դերյակ ենք, որ բոլոր սխալները մեր հայրունով կվճարենք։ Գտիմեմ գոչ կնեմ մեր ազգային մտավորականության, որ չսխալվեն, ճիշտ հոգիով, հայկական բանակի հոգիով, անոնք որպես մտավոր, վերցնեն այդ շունչը և ցևակերպեն ազգային հոգին, հայկական բանակին հոգին, ցևակերպեն մտավորականությունը, որպեսզի մեր սերունդները, մեր երեխաները, մեր խոխաները անոնք ազգային ցևով դաստիարակենք։ Գեցե Արևմտյան Հայաստանը, գեցե հայկական բանակի հոգին, գեցե հայկական բանակի հատուկ ուժերը, ամեն ինչ ձեր մեջն է, ճիշտ ճանապարհի վրա եք, որպես հատուկ ուժեր ու զինվոր, շարունակեք, բայց մի մոռանաք, ենթակա ենք մեր երդումի, շնորհակալություն ձեզ։